Այո, ժողովրդինն է, բայց այդ ժողովրդի կամոք արդյոք չի ձևավորվել այն իշխանությունը։ Ինչ իշխանություն։ Ես հարցը ձևակերպեմ, նոր միջամուխ եղեք։ Թողեք իմ հարցը ձևակերպեմ։ Շարունակեմ ձեր թույլտվությամբ հարցս։ Եվ երբ որ Բագրատ arczepiskopos Գալստանյանը սրբազան շարժում է նախաձեռնում եւ երբ նրան հարցնում են, ասում են, արդյոք կաթողիկոսը տեղյակ է այդ մասին, ինքն ասում է առանց նրա գիտության եւ օրհնության ես չէի կարող այս շարժումը ղեկավարել, առաջնորդել, սա արդյոք եւս մեկ փաստարկ չէ առ այն, որ եկեղեցին ամենաբարձր մակարդակով դուրս է եկել ժողովրդի կողմից ձևավորված քաղաքական իշխանության դեմ։ Ոչ։ Հենց այդպես։ Ինչպես կհիմնավորեք։ Ոնց որ դուք չեք հիմնավորում, ես էլ չեմ։ Կայացնում եմ բարձրաստիճան հոգևորականի խոսքը։ Դուք լրագրող եք, թե ինչ որ մեկը Սրբազան այնպես է ստացվում, որ այսօր հնարավոր է վերականգնել իշխանության եւ եկեղեցու բնականոն հարաբերությունները։ Եթե իշխանությունները իրենց քաղաքական ծրագրերից եկեղեցու հարցերը հանեն եւ նստեն բանակցության, այլ ոչ թե մեկ օրակարգ ընդհանրը, ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը, բնականաբար ամեն ինչ հնարավոր է։ Այս իրադարձություններից հետո էլ Սրբազան այր Երրորդ գումարման ազգային ժողովին չհրավիրեցին ամենայն հայոց կաթողիկոսին օրհնելու եւ դրան նախորդած բոլոր գործընթացները։ Վեհափառը պատրաստ է ներել։ Սիրելիս, քրիստոնյայի մեծագույն առաքինությունը ներելն է, բայց ես մշտապես կրկնում եմ, որ ներումը լինում է այնտեղ, որտեղ կա զղջում։ Եթե կա զղջում, անկարելի է որ ներում։ Կնյազ Հասանովն ասում էր, թեկուզ առանց հրավերի կաթողիկոսը կարող էր գալ, ոչ մեկ դուռը չէր փակի նրա առաջ, դա իրավունքներն էր։ Դա իր իրավունք չէ։ Եթե ուզում եք, ձեր գաղափարը համարեք, որ ճիշտ է, հա, այդպես դուք ասեք։ Չէ, ես իր խոսքն եմ։ Բնական, չէ, հրավերը, սիրելիս, մեկին եթե չեն հրավիրում, չգիտեմ, դուք դպրոցում ռուս գրականություն անցել եք։ Դպրոցում ոչ Համալսարանում։ Այսպիսի մի բան կա։ Նիզվանը գոյս խուժը տատարենը։ Ի վերջո կա քաղաքակիրթ բաներ, որոնք պահվել են միշտ։ Ինչպես վեր եկնում գնում է։ Այդ ասելու բան է։ Ասում է դռները ոչ են փակելու։ Դե հիմա թող ասեն, ինչ ասեմ ես։ Սրբազան հայր Իրեն հարգող մարդը որևէ տեղ առանց հրավերի գնում է։ Բայց օրենք ասում է կաթողիկոսը իրավունք ունի ելույթ ունենալ։ Իրավունք ունի, բայց հրավիրում է։ Չէ, ախր սիրելիներս, նենց եք խոսում, ոնց որ կաթողիկոսը ձեր թաղի տղերքից մեկն է ու իր գործը չի արել։ Այդ այնց չի էլի։ Սրբազան այր Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված եկեղեցու բարենորոգման ծրագրով եւ իր կողմը անցած եպիսկոպոսների այս ընթացքում որևէ մեկը վեհափառի հետ հանդիպման եկել է, օրինակ մասնավորապես Արցախի թեմի առաջնորդ Վրթան Ոչ մեկն էլ հանդիպման չի եկել եւ մենք այն եպիսկոպոսները, arczepiskoposները, ովքեր եղել են Գերագույն հոգևոր խորհրդի մեջ, մենք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին էլ ենք նրանց հրավերներ ուղարկել, բայց մնացել են անպատասխան։ Նրա կողմից եղել է որևէ քայլ հանդիպում ունենալ սրբազաններից որևէ։ Եթե լիներ, կլիներ հանդիպում անպայմանորեն։ Ես ձեզ նորից կրկնեմ։ Ուր կա զղջում, ճշմարիտ քրիստոնյան չի կարող ներողամիտ չլինել։ Ուր կա զղջում։ Արցախահայերն էին ձեզ դիմել, որպեսզի անդրադառնաք Վրթան Սրբազանի հարցին, նրան այսպես ասած պատահալույց հռչակեք, քանի որ նա չի ծառայում արցախահայերի շահերին։ Այս հարցին անդրադարձել եք Սրբազան, քննարկել եք կաթողիկոսի հետ, ինչ որոշում կա։ Որոշումը շատ լավ գիտեք, որ դեռևս Սրբազանը
մնում է իր տիտղոսով։ Այսինքն այնպիսի բան չի արել, կանոնական դաշտում է դեռևս գործում, որ կարգալույս չի հրճակ, որտեղ օրինակ Գևորգ եպիսկոպոսի պարագայում թեմի քահանաներն էին դիմել եւ խնդրել էին կարգալույս հրճակել, Չէ, թեմի քահանաները խնդրել էին, այո, որպեսզի իրենց առաջնորդին փոխեն։ Այդ դեպքում արցախահայերն էին ձեզ նման խնդրանքով Մենք դիմել։ արցախահայերի հետ մշտական կապիներ ենք գրելի եւ այն հարցերը, որոնք կան, մենք նրանց հետ այդ հարցերը քննարկում։ Իշխանության այս գործողությունները ինչ որ կերպ թույլատնում է հայ առաքելական եկեղեցու։ Երևի թե զորացնում է, որովհետեւ պատմության ընթացքին քրիստոնեական ոգին հավատքը միշտ հալածանքների շրջանին շատ ավելի զորացել։ Կապ չունի, առավել ևս։ Իսկ նման գործողություններով ինչ են ուզում հասնել իշխանությունները։ Գիտեք, մի բան է պետք հասկանալ։ Մի բան է պետք հասկանալ մեր իրականության մեջ։ Այսօրվա այսպես կոչված չասելու, հա? Այսա դա հնարավորություն կտա։ Հարցը նրանում է, որ պետք է շատ հստակ գիտակցել։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին Հայաստանում ինչ որ մի կազմակերպություն չէ։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին մեր միակ պատմական մշտապես գործող եւ գործելու է եւ իր ազգի ոչ միայն հոգեվոր, այլև շատ ազգային տարբեր հարցերի համար իր առաքելությունը շարունակի։ Եվ եկեղեցին ոչ հեծ է, ոչ wellness կենտրոն է, որ կարելի է բոլշևիկյան ձևով խուլակաթափ անել, պետականացնել, նշանակել իրենց կառավարիչը։ Այ ուզում եմ, որ սա շատ լավ, շատերը գիտակցեն, որ այդպես չի լինի։ Եկեղեցին այն կազմակերպությունների նման կազմակերպություն չէ, եկեղեցին մեր ազգի հոգին է, մարմինը պետությունն է, մարմինը ժողովուրդն է, հոգին եկեղեցին է, այսինքն պետականացնել հնարավոր չէ, այդ բոլշևիկյան իմաստով էքսպրոպրիացիայի ենթարկել։ Կներեք իմ հերթներ, հա կներեք, որ այդ բանը ես ձայնագրությունը լսեցի, այդ խոսքերը դուք չէիք ասում, ձեր սխալմամբ ձեզ վերագրեցի եւ մեկ հար հայ առաքելակ պատրաստ եմ ներողություն խնդրելով։ Սրբազան, տեսեք, միշտ եկեղեցուն վերագրվել են նաև այսպիսի մեղադրանքներ, որ դրսից ազդեցություն կա, հատուկ ծառայություններ, FSB-ն կարճ ասած, ռուսական հատուկ ծառայության FSB-ն, կա նման խնդիր, թե ոչ, հայ առաքելական եկեղեցու հոգևոր վերնախավը կապ ունի, թե չէ, որտեղ ասում էին դեռ են սովետական տարիներին, եթե ուզում էին եկեղեցուն բարձր պաշտոն ունենալ, պետք է այսպես ասած FSB-ի այսպես դաբրոն ունենային, հա, այս մասով ինչ կասեք։ Նայեք, տեսեք, նախ եւ առաջ այդ չարաբաստիկ սովետական KGB-ն, այդ ազդեցությունները, այն բոլշևիկյան կոմունիստական կուսակցությունը թվում էր, թե մեր կյանքից վաղուց դուրս է եկել։ Վաղուց մեր կյանքից դուրս է եկել։ Եվ իրականում այսօր KGB-ել չկա, որ ասում են KGB-ի ագենտ չգիտես ինչ։ Այսօր եթե ռուսական են ասում, ուրեմն FSB-ի չգիտեմ ինչ։ Բայց այսօր թեև ես կարծում եի մեր կյանքից դուրս է եկել, բայց դրա կլոնը մեր հայրենիքում ուրիշ անուններով է մեջտեղ ընկնում եւ նույն գործելակերպով սկսում է աշխատել։ Եվ նույն կոմունիստական կուսակցության, այսինքն բոլշևիկյան ոգիով եւ նույն KGB-ի մեթոդներով։ Իսկ ինչն է թե հայ եկեղեցին կապ ունի օտար ազդեցության հետ, հայ եկեղեցին օտար ազդեցության հետ պարզապես անհեթեթություն է դրա մասին խոսել։
ինչ է նշանակում KGB-ի, ինչի օրինակ ՑՌՈ-ի չէ։ Ինչի MI6-ի գաղտնիք չէ։ Ես բրիտանական քաղաքացի եմ։ Ինչի ինձ չեն որակավորում որպես MI6-ի։ Ես նույն հարցը տվել եմ իմ դեսպանին այստեղի, իմ հյուպատոսին եմ։ Երբևէ չի եղել Անգլիայի տիրապետության տակ եւ այդ հանգամանքի բերումով Արաբական տիրապետության տակ եղել է։ բայց Արաբական տիրապետության տակ եղել է, ինչ կապ ունի։ մասնավորապես դուք նկատի Ներողություն։ արտաքին ազդեցություն ասել նկատի ունեք Ռուսաստանի Դաշնության կողմից։ Չէ, մեկ վարքյան։ Երկխոսության չեն վերածում, բայց ձեր նույն տրամադրությամբ, եթե Հայաստանը եղել է Ռուսաստանի տիրապետության տակ, ուրեմն այսօր գործող իշխանություններն էլ դրա մնացորդներն են։ Ձեր տրամաբանությամբ, ոչ թե իմ։ Իշխանության կողմից եկեղեցուն ուղղված մեղադրանքները, որ խառնված է քաղաքականությանը եկեղեցին, նաև հեգնում են ասելով, որ վեհապար հայրապետը անձամբ գնաց եւ Սամվել Կարապետյանին այցելեց տնային կալանքի ժամանակ, ինչպես նաև ասում են ինչու է վեհարանում Սամվել Կարապետյանի լուսանկարը փակված, հետո ինչ որ բարեգործություն է արել։ Ոստե։ Վեհարանը եկեղեցի չեն, եթե սկսենք դրանից։ Եվ երկրորդը վեհարանի ամբողջ նորոգությունները, կցակառույցներով, ամեն ինչով սկսած տաղավորումով բարեգործությամբ է արված Սամվել Կարապետյանի։ Մենք ամեն տեղ մեր բարերարների նկարներ ունենք դրած։ Գնացեք Գարեգին առաջին կենտրոն, գնացեք Վաչե Թամար Մանուկյան մատենադարան, այնտեղի բարերարների նկարներն են դրած, այստեղ էլ այդ բարերարների նկարները, ինչ կա դրանում, մենք խո իկոնա չենք սարքել դրել եկեղեցու, այդ գիտությունն է և այդ ընդամենը մի ծալքանի ուղեղի աշխատանք է, ուրիշ բան չեմ կարող Եկեղեցու կողմից։ Բայց Սրբազան մի հարցել եկեղեցու պայքարը ինչպես է լինելու։ Կգնամ սուրճի բաժակի մեջ կնայեմ կասեմ։ Իսկ ինչ կոչ կանեք այն հավատալ